Դատախազությունը հասել է կալանավորված Գագիկ Ծառուկյանի առինջի դղյակին, որտեղ ապրում է գործարարի ընտանիքը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցը, որ պահանջում է անվավերջ ճանաչել առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։ Մեկ այլ հայցով էլ դատախազությունը պահանջում է անվավերջ ճանաչել Ծառուկյաններին պատկանող առինջ մոլի հողատարածքի աճուրդը։ Դա էլ 11 տարի առաջ է եղել։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին առանձնատնից ունեցվածքից զրկելու մասին վարչապետը սպառնում էր 2.5 ամիս առաջ նախընտրական պայքարի օրերին։ Հավելենք, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, որով պահանջել է ԲՀԿ առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանին եւ Ջավահիր Ծառուկյանին պատկանող Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող առանձնատան հողատարածքի առու վաճառքի պայմանագրերն ու աճուրդը անվավերջ ճանաչել, կիրառելով անվավերության հետևանքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական շրջանում էր խոստացել, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի Սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա։ Դատախազության ներկայացրած մյուս հայցով պահանջվում է անվավերջ ճանաչել ֆիրմա Նյու ՍՊ-ին պատկանող Առինջ մոլի տարածքում գտնվող 3.5 հեկտար հողամասի աճուրդը։ Գլխավոր դատախազությունը պահանջել է նաև անվավերջ ճանաչել Գագիկ Ծառուկյանի եւ ֆիրմա Նյու ՍՊ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 2-ի կնքված պայմանագիրը։ Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանին եւ Ջավահիր Ծառուկյանին արգելվել է որևէ գործողություն կատարել վերոնշյալ հասցեներում գտնվող 12566 հեկտար եւ 1.66 հեկտար մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ։ Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ հափշտակելու եւ փողերի լվացման համար։ Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը։ Կալանավորված Գագիկ Ծառուկյանը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այս խորհրդարանական ընտրություններից հետո։ 70-ամյա Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ն մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից, երբ ԿԸՀ-ն անվավերջ ճանաչեց երկու տեղամասերում քվեարկության արդյունքները։ Արդյունքում քաղաքացիական պայմանագիրը որոշիչ մեծամասնության հասավ խորհրդարան։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին, հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Ես ասում եմ, Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու Բոթասից սկսել են, երկու Բոթասի էլ ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ, պնդում էր վարչապետը։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի այն Սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա։ Անցած տարի դատախազությունը առնջի առանձնատան միջին շուկայական գինը շուրջ 1.8 միլիարդ դրամ էր գնահատել, այս պահի փոխարժեքով մոտ 5 միլիոն դոլար։ Ծառուկյանի գույքի օրինականությունը Փաշինյանի կառավարության օրոք ուսումնասիրում են դեռ 2023 թվականից։ Դատախազությունը պահանջում է Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 միլիարդ 400 միլիոն դրամ ու էլի գույք, միլիոններ ընկերությունների բաժնեմասեր։ Այս գործով վերջին նիստը ապրիլին է եղել։ Դատարանի վերջնական որոշում դեռ չկա։ Ընդդիմադիր ուժի առաջնորդը, որ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, դեռ նախընտրական փուլում է արձագանքել Փաշինյանի սպառնալիքներին։ Բոլորը արդեն հոգնել են ամեն ինչից, խլելու ենք, վերցնելու ենք, ասում էր ԲՀԿ առաջնորդը։ Ես պատրաստ եմ ունեցվածքներ կորցնեմ, բայց իմ հայրենիքի, իմ ժողովրդի հետ ես չեմ փոխի։ Ասել եմ, մինչև վերջ էլ գնալու եմ։ Նիկոլ Փաշինյանն իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոստանում էր Ծառուկյանից վերցնել նաև Արարատ ցեմենտ գործարանը։ Գործարարին կալանավորելուց հետո այս ու մյուս կոնյակի գործարանում կառավարությունը կառավարիչներ է նշանակել։ Մուլտիվելնես սպորտային համալիրն էլ անցել է քաղաքապետարանի կառավարմանը։ Օլիմպիական սպորտային համալիրի դռները դեռ կապարանքված են։ Մինչ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։ Նախկին падգամավոր Արման Աբովյանը շեշտում է, Փաշինյանի նախընտրական հրապարակային սպառնալիքներն ու դրանց հաջորդած քրեական գործողություններն են փաստում։ Սա քաղաքական հաշվեհարդար է ու ըստ նրա խլում են քաղաքական հակառակորդի գույքը։ Ոչ մի իրավական պրոցես չկա, կա ընդամենը մեկ մարդու կամքով գործողություններ, որոնք լիովին տեղավորվում են քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ, Ազատության հետ զրույցում ասաց Աբովյանը։
Այո, խլում են, բա էլ ոնց է լինում, պոզով պոչով է լինում խլելը, նշեց նախկին պատգամավորը հավելելով. Ինձ համար շատ դժվար է քննարկել եւ ինձ համար շատ դժվար է հասկանալ մի գործընթաց, որը այնքան լկտի է իր էությամբ, որ նույնիսկ գնահատական տալ չի ստացվում, որովհետեւ նվազագույնը հայկական ավանդույթում քո ամենավաղեմի թշնամու ընտանիքին եւ տանը չեն կպնում։ Որ հաշվեհարդար է ու ոչ թե իրավական գործընթաց երևաց նաև 70-ամյա Ծառուկյանին ձերբակալելու օրը, երբ նա ընդառաջ էր գնում իր տուն մտած իրավապահներին, բայց ձերբակալեցին ուժով գետնին տապալելով, պնդում է ԲՀԿ-ական Աբովյանը։ Գույքի ծագման օրինականությունն էլ կարող էին քննել առանց կալանավորելու, ինչպես քննում էին դրանից առաջ, ասում է Աբովյանը։ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ ասել է, եկեք քննեք։ Անազատության մեջ պահելը սա դասական կտանքների կամ դասական ճնշման ձևաչափն է։ Եթե իրավական գործընթաց լիներ եւ մեղավորություն լիներ Ծառուկյանի, ապա ավելի քան համոզված եմ, շատ շուտվանից ինչ-որ գործեր կհարուցվեին, պնդեց Արման Աբովյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը կալանավորվեց հուլիսի 7-ին ընտրություններից ուղիղ 1 ամիս անց։ Նրա առաջնորդած կուսակցությունը երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքները չեղարկելու հետևանքով մի քանի տասնյակ ձայնով դուրս մնաց խորհրդարանից։ Փաստաբանները պնդում են, որ Ծառուկյանն ազատությունից զրկվել է ապօրինի քաղաքական դրդապատճառով ու արդեն դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գործարարը մեղադրվում է իրանցի գործարարներից 21 միլիոն դոլարի գույք հափշտակելու եւ փողերի լվացման համար։ Իսկ թե առինջի տան գործով ինչ քայլեր են անելու, փաստաբաններին այսօր լսել չհաջողվեց։ Այս գործով նրանք դեռ որևէ հայտարարություն չեն արել։ Գլխավոր դատախազությունը Արարատ ցեմենտի գործարանի վերաբերյալ մեկ այլ գրություն էլ տարածեց, պնդելով, թե ընկերությունն ապօրինի շահագործել է ընդերքը։ Դատախազը հաղորդում է ներկայացրել քննչական մարմին։ Արարատի ցեմենտի գործարանը կառավարությունը 2002 թվականին վաճառել է $200,000, այնինչ գործադիրն այն ժամանակ ընկերության արժեքը 5.5 միլիոն դոլար էր գնահատում։ Կապարանքված են Ծառուկյաններին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ, չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, թե հաշվի կառնեն նաև աշխատակիցների շահը, հազարավոր մարդիկ դեռ սպասում են, թե երբ կկարողանան աշխատանքի վերադառնալ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար նրանք անցած շաբաթավերջից բողոքի ակցիաներ են կազմակերպում, անձամբ վարչապետ Փաշինյանից խնդրելով թույլ տալ աշխատել։